եթերում մեր ամեն շաբաթյա իրավունք եւ պահանջատիրություն հաղորդաշարի հերթական ուղիղ եթերն է։ Այսօրվա մեր հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուքազյանն է։ Բարև ձեզ, պարոն Չուքազյան։ Բարև ձեզ։ Մենք այսօր կարծում եմ բավականին բովանդակային զրույց ենք ունենալու, հիմնականում իհարկե առաջին հերթին կքննարկենք Հայաստանի վերաբերող մի քանի հարցեր, բայց քանի որ փոթորկուն վիճակներ են հարևան Իրանում, անպայման նաև կանրադառնանք Իրանի իրավիճակներին եւ ինչպես կանրադառնա Իրանի քաղաքական այս խմորումները Հայաստանի քաղաքական թե արտաքին թե ներքին քաղաքական իրավիճակների վրա։ Նախքան մեր բուն հարցազրույցին անցնելը կխնդրեմ մեր հայրենակիցներին տարածել մեկնաբանություններով եւ հավանումներով ավելի ակտիվացնել մեր դիտումների քանակը YouTube-յան հարթակում, որովհետեւ այդպես է աշխատում YouTube-յան ալգորիթմները եւ մենք անցնենք մեր բուն հարցազրույցին։ Պարոն Չուքազյան, նախ ուզում եմ լավ լուրով սկսենք մեր այսօրվա եթերը։ Իմացանք, որ մի քանի հայ պատանդներ, ես նրանց պատանդ եմ համարում, ոչ թե ռազմագերիներ, պատանդներ թե Ադրբեջանի համար, թե գործող ռեժիմի Նիկոլի համար վերադարձան հայրենիք եւ բոլորիս համար դա իհարկե ուրախալի լուր է։ Ես ուզում եմ մի երկու բառով իմ գնահատական անեմ, հետո դուք բնականաբար արդեն կհավելեք ձեր դիտարկումներն ու վերլուծությունները։ Ըստ իս, պարոն Չուքազյան, այս պատանդները, որ մինչև օրս պատերազմից ի վեր գտնվում են Ադրբեջանում, ավելի շատ, միգուցե ավելի շատ գործող ռեժիմի պատանդներն են, քան Իլհամ Ալիևի, որովհետև ելնելով այն փաստից, որ վերջերս մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգներում Թրամփի հետ հանդիպման ժամանակ, երբ Թրամփը առաջարկել էր հայ գերիների վերադարձի հարցը քննարկել, այդ հարցը Փաշինյանի կողմից մատնվել էր անտարբերության, ոչ թե անտարբերության, խնդրել էր այդ հարցին չանդրադառնալ, հետևություններ կարելի անել այն պատճառով, որ ինքը այդտեղից շահելու ինչ-որ նկատառումներ ուներ եւ այդ պատճառով խնդրեց, որ այդ հարցին չանդրադառնան։ Ինչ կարծիքի եք, ինչ վերլուծություններ կանեք այս հարցով։ Նախ իհարկե ուրախալի փաստ է մեր ինչպես ասեցիք պատանդների վերադարձը մի մասի, սակայն նորից նույն խնդիրը կա, որ մենք ունենք էլի պատանդներ եւ քանի որ այստեղ փոխանակում է տեղի ունեցել ըստ ամենայնի, դա նշանակում է, որ մենք այլևս մարդ չունենք Հայաստանում, որը կարող ենք փոխարինել։ Եվ այս դեպքում, եթե պիտի փոխանակում լիներ, ապա բոլորը բոլորի հետ փոխանակում պետք է լիներ եւ ոչ թե ասենք մի մասի հետ։ Ինչպես որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն դեռևս 5 տարի, 6 տարի առաջ արդեն նախապայմանավորվածություն կար։ Այո, այդ իմաստով ասենք մնացածների վիճակը, որոնք որ մնացել են Բաքվի բանտերում, մտահոգի չէ, որովհետեւ մենք հիմա առաջարկելու այլ տարբերակ չունենք։ Այդ իմաստով մտահոգվելու տեղ ունենք, բացի ուրախանալուց։ Այսքանը կարող եմ ասել եւ ավելացնել, որ այս 5 տարիների ընթացքում փաստորեն այս գործողությունը հենց հիմա անելը նաեւ նշանակում է, որ Ալիևյան ռեժիմը ամեն ինչ անում է, որպեսզի ընտրություններից առաջ Նիկոլի դիրքերը ավելի ուժեղանան։ Սա էլ է ակնհայտ։ Առևտրի միջոցը որպես օգտագործում այդ հանգամանքը, որպեսզի մոտակա ընտրությունների ժամանակ անպայման օգտագործվի այդ։ Եթե նկատի ունենանք, որ գործող ռեժիմը
թշնամու հետ համագործակցող ռեժիմ է, ուրեմն այստեղ հակասություն չկա, այդ պատանդները փաստորեն երկուստ է Հավասարապես երկուսինն են։ Այո։ Պարոն Շուքազյան, մենք լարված հետևում ենք նաև թե ինչ է կատարվում հարևան Իրանում, թե ինչպիսի ցնցումներ են, նաև ցավոք սրտի հայ զոհեր կան Իրանում, ինչպես եք պատկերացնում այս ամենի շարունակությունը, ես հաղորդման այս մեր հարցազրույցի սկսելուց առաջ ինքս իմ վերլուծություններում այդպիսի տարանջատում եմ դրել, որ կարծես Միացյալ Նահանգների կողմից պարտադրված երկու այլընտրանք կա, կամ հեղափոխություն Իրանում, կամ ռազմական միջամտություն Միացյալ Նահանգների կողմից, դա կլինի Իսրայելի ուղիղ գործողություններով, թե Վենեսուելայի օրինակով մի բան կլինի, բայց համենայն դեպս իմ ընկալմամբ կարծես այդպիսի երկու այլընտրանք է, դուք ինչ կասեք այդ հարցով։ Իրանում, ոչ միայն Իրանում, որևիցե երկրում հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ եւ բավարար պայմաններ պետք է լինեն եւ անկասկած մենք տեսնում ենք, որ հիմքեր կան խորը դժգոհության տնտեսական, էկոլոգիական եւ այդ ամբողջ հանգեցնում են անկայունության, ներքին անկայունության առանց արտաքին միջամտության։ Սա անհրաժեշտ պայմաններից մեկն է, որից է երկրում հեղափոխական իրավիճակ, բայց դա անհրաժեշտ բավարար պայման չի, որովհետև իշխանությունը, ինչպես գիտենք, մյուս օրենքը հեղափոխության այն է, որ վերևները չպետք է կարողանան, ոչ միայն ներքևները չեն ուզում, այլ վերևները պետք է չկարողանան կառավարել։ Հիմա մենք տեսնում ենք, որ վերևում իրանյան վերնախավի չի առաջացել դեռևս այդպիսի հեղափոխական վիճակ, որ ասենք կիսված լիներ ամբողջությամբ վերնախավը եւ դա հնարավորություն չտար կառավարել, հատկապես ուժայինները նկատի ունեմ։ Եվ այստեղ ուրեմն արտաքին միջամտության խնդիրը ուրեմն դառնում է միակ բավարար պայմանը, որպեսզի այդ հեղափոխական իրավիճակը հասունանա մինչև վերջ։ Բայց ըստ ամենայնի մենք տեսնում ենք, որ առաջին հերթին Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի փոփոխությունը ռեժիմի կամ վերնախավում տեղի ունեցող փոփոխությունները չհանգեցնեն երկրում քաոսի ստեղծմանը։ Սա ակնհայտ երևում է, որ Տրամպի ադմինիստրացիան չի ցանկանում, որպեսզի Իրանը վերածվի քաոսի եւ այնտեղ հնարավոր են ամեն տեսակ զարգացումներ իսլամական տարբեր ուժերի, անջատողական տարբեր ուժերի եւ դա բացարձակապես չի մտնում Միացյալ Նահանգների ծրագրերի մեջ։ Ուստի իրենք փորձում են դա անել վիրահատական ձևով, շատ այսպես կետային միջամտությունների ձևով, եթե չհաջողվի որոշակի համաձայնության գալ փոփոխությունների վերնախավի մեջ, հենց առանց մեծ ցնցումների։ Հիմա այն իրավիճակը, որ ռեալ է, ես չեմ կարծում, որ շահի վերադարձը այս պարագայում որպես երկրի նոր ղեկավար հնարավոր է, որտեղ չկա դրա ուրեմն բավարար պայմանները։ Ուստի փոփոխությունները հավանաբար, որոնք անկասկած լինելու են Իրանում, տեղի են ունենալու ուժայինների տարբեր ուժայիններ կան, գիտեք, Իրանի կառուցվածքը քաղաքական վերնախավի, այնպես է, որ կա բանակ եւ կա հեղափոխության պահապաններ, կան հակասություններ այդ ամեն ինչի մեջ։ Ամենայն դեպս Իրանի ամբողջականությունը պահելու համար, հատկապես եթե երկրի գլխավոր առաջնորդի փոփոխությունը պիտի լինի,
դրանից հետո ուժայինների ձեռքում պիտի հայտնվի իշխանությունը, որպեսզի երկրի ամբողջականությունը պահպանի։ Ուրեմն այստեղ սցենարներ են հնարավոր, կամ դա պիտի լինեն հեղափոխության պահապանները կամ բանակը, եւ այդտեղ անորոշություն կա իհարկե, բայց որ փոփոխություններ սպասվում են շատ ակնհայտորեն այդպես է, որովհետեւ երկիրը այսպես չի կարող շարունակվել, սննկացած տնտեսական սննկացման վիճակում է գտնվում, եւ դա ուրեմն նկատի ունենալով նաեւ Միացյալ Նահանգների քայլերը պիտի գնա դեպի Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ առհասարակ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Ես կարծում եմ դա լավագույն ուրեմն սցենարը կլիներ Հայաստանի համար, որով հնարավոր կլիներ Հնդկաստանով, Պարսից ծոցով դեպի Սևծով ճանապարհի բացումը։ Հիմա դա ինչքան արագ տեղի կունենա դժվար է ասել, բայց ամենահավանական տարբերակն է, որտեղ բանակցությունները հենց հիմա էլ Միացյալ Նահանգների եւ Իրանի իշխանությունների միջև գնում են եւ ես կարծում եմ հենց այդ ուղղությամբ էլ գնում են։ Եթե մյուս սցենարը գնա, որ ավելի երկիրը փակվի, ես չեմ կարծում ինքը հիմքեր ունի գոյատևելու Իրանը եւ դա կլիներ վատագույնը թե Իրանի ժողովրդի, թե Հայաստանի համար։ Այո, ես պատահական չէր, որ ամենասկզբից այդ նշումը արեցի, պարոն Չուքազյան, իմ դիտարկումը այսպես նաև այդ հարցի վերաբերյալ պայմանավորված է այն հանգամանքով, որ կարծես արդեն ակնհայտ է, որ նոր բևեռներ են ձևավորվում, ճիշտ բևեռներից մեկը Միացյալ Նահանգները իր դիրքերը պահպանում է, իսկ մյուսը, որ Ռուսաստանն էր նախկինում, փոխարինվում է Չինաստանի հետ եւ այս փոփոխությունների ընթացքում կարծես արդեն իր տեղը համար մեկ տեղը ունեցող Միացյալ Նահանգները ավելի փորձում է ամրացնել իր դիրքերը եւ պատահական չի Վենեսուելայի օրինակը եւ ինչքան որ վտանգավոր ավելի անկայուն շրջաններ կան, որոնք չլուծված հարցեր են համարվում իր համար, Միացյալ Նահանգները փորձում է մինչև երկրորդ բևեռի ձևավորվելը արդեն շահ իրեն լուծի եզրափակի այդ հարցերը, որպեսզի այդ դիրքերից արդեն ինքը սկսի փոխհարաբերվել Չինաստանի հետ եւ այն որ Իրանին Թրամփը կոնկրետ ես այսօր կարդացի լուրերի մեջ, որ ինքը հայտարարել է, որ Իրանում մահապատիժներ չեն լինի, սա կարծես Իրանի իշխանություններին տեղադրում է, թելադրանք է, թե ինչպես պետք է լինի, որով ինքը եւ իրանցի ժողովրդին մեսիջ է ուղարկում, որ ինքը օժանդակում է ժողովրդին, որով Իրանի ժողովուրդը իրան ավելի ամուր ազգում, ավելի ինքնավստահ ազգում եւ միևնույն ժամանակ թուլացնում է գործող ռեժիմին, քանի որ հասկացնում է, որ հակառակ դեպքում դու հարված կստանաս իմ կողմից եւ այսպես երկու քարի արանքում թողնելով ինքը կրկնակի հարված է հասցնում գործող ռեժիմին եւ դրանից ելնելով եմ ես ենթադրում, որ կամ հեղափոխություն կամ պատերազմ երկընտրանքի առաջ է թողնում Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ հեղափոխություն երկընտրանք չկա այլևս, կա հեղաշրջում երկընտրանքը։ Այո։ Այսինքն այլևս անշրջելի է հեղաշրջումը ձեր կանխատեսումների եւ այլ տարբերակ չի լինի։ Ես կարծում եմ տարվա ընթացքում չեմ կարող ասել երբ, բայց իշխանափոխություն որպես հեղափոխություն չի լինի, բայց իշխանափոխություն որպես հեղաշրջում կլինի եւ դա երկրի ամբողջականությունը պահպանելու միակ ձևը ուժայինների ձեռքում լինելն է իշխանությունը, այսինքն
ներկա հոգևոր դասի դիրքերի փոփոխություն է սպասվում եւ ավելի աշխարհիկ ուժերի ուժեղացում է սպասվում։ Հիմա որ թեւով դա կլինի, դա հիմա դժվար է ասել, բայց ավելի հավանական է, որ դա կլինի արևմուտքի հետ համագործակցող թևը։ Այո, այսինքն ձեր քիչ առաջ որ նշում էիք, որ փորձում է արևմուտքը Միացյալ Նահանգները կառավարելի պահել տարածաշրջանը, այդ համատեքստում հեղաշրջում է լինելու մոտ ապագայում։ Այո, եւ ոչ միայն Միացյալ Նահանգները, ես կարծում եմ, այստեղ հիմնական գործող, դուք ճիշտ ասացիք, Չինաստան, Միացյալ Նահանգներ մրցակցությունը, որը ծավալվում է ամբողջ երկրով մեկ, աշխարհով մեկ, Իրանում դա երկու դեպքում էլ ոչ մեկին ձեռնտու չի, որպեսզի երկիրը քաոսի վերածվի, ոչ Չինաստանի, ոչ Միացյալ Նահանգներին, որովհետև դա երկուստեք տարբեր պատճառներով ձեռնտու չի։ Այսինքն փոխշահավետ տարբերակ լուծում է առաջարկում Միացյալ Նահանգները, որը նաև հանդուրժելի է Չինաստանի կողմից այս պարագայում։ Միգուցե այդքան էլ ցանկալի չի, բայց այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակով մենք լսել ենք Տրամպի հայտնի հայտարարությունը, որ ինքը դիտարկում է Իրանին որպես Աբրահամյան համաձայնագրերի պոտենցիալ մասնակից երկիր։ Դա ամերիկյան, այսպես grand ստրատեգիան է, որովհետև BRICS-ի դեմ ստեղծվող Մերձավոր Արևելքում միավորումը դա Աբրահամյան համաձայնագիրը պետք է լինի եւ այդտեղ Իրանի համար սեղանին տեղ է պահպանվում։ Այդ նշանակում է, որ Իրանը չեն ուզում որևիցե ձևով որ տրոհվի։ Եվ սա ուղղակի պետք է ռազմավարական այդ պատկերը մեր աչքի առաջ լինի, թե ինչ նպատակ է հետ ապնդում Միացյալ Նահանգները տարածաշրջանում Իրանի առումով։ Իսկ Իրանին նման դեր հատկացնելը, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ օրինակ նույնը չի ասվում Թուրքիայի վերաբերյալ, որ Թուրքիան Աբրահամյան համաձայնագրերի մասնակից որպես երկիր։ Մենք գիտենք, որ այդտեղ լուրջ հակասություններ կան Թուրքիայի եւ Իսրայելի միջև եւ նոր ստեղծվող աշխարհակարգը։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, բայց Միացյալ Նահանգները գերադասում է Իրանի հետ այս արևմուտքը ավելի ճիշտ գերադասում է Իրանի հետ այս հարցում։ Այդտեղ հավասարակշռելու խնդիրներ կա Մերձավոր Արևելքում, 3 կարելի ասել այդպես իսլամական ուժային կենտրոններ կան, մեկը թուրքականն է, մյուսը արաբականն է, որի մեջ նույնպես ասենք Սաուդյան Արաբիա, Եգիպտոս բաժանումը կա, եւ Իրանն է։ Հիմա այդ հավասարակշռությունը որոշակի պահպանելու համար առանց Իրանի այս ամբողջությունը հնարավոր չի կառավարել։ Որևիցե մեկի ուժեղացումը արևմուտքի կամ Միացյալ Նահանգների համար հատկապես ձեռնտու չի, ուրեմն Իրանի դերը պիտի փոխվի։ Որպեսզի փոխվի, պիտի իշխանափոխություն լինի եւ այս ամբողջ ինչ որ տեղի է ունենում, հանգեցնելու է ի վերջո այդպիսի նոր ձևավորվող ճարտարապետության Մերձավոր Արևելքում, որտեղ Իրանի վրայից սանկցիաները պիտի հանվեն, Իրանի ճանապարհները պիտի բացվեն դեպի Սևծով, դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, դեպի Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա, այս բոլոր փոփոխությունները առաջիկայում սպասվում են եւ դա լուրջ փոփոխություն է բերում ամբողջ տարածաշրջանում եւ նաեւ մեր համար շատ կարեւոր փոփոխությունների սկիզբ է դառնում Հայաստանի դերը, այսինքն մենք այն ծուղակը, որում հայտնվել ենք թուրքական, այդ ծուղակից կարողանալու ենք դուրս գալ։ Պարոն Չուքազյան, իսկ տեխնիկական առումով ձեզ որպես հմուտ եւ փորձառու մասնագետի եմ ուզում դիմել այդ հարցը։ Տեխնիկական առումով կարող եք նկարագրել ինչպես է այդ հեղաշրջումը պատկերացնում Իրանում։ Ես արդեն ասեցի, դա ռազմական, այսպես ուժայինների ձեռքը իշխանությունը վերցնելու միջոցով է, այսինքն հոգևոր դասի, որը այսօր հիմնական իշխող դասն է Իրանում, նրանցից ուրեմն
շատ այսպես զգուշավոր ձևով, որպեսզի երկիրը մեծ ցնցումների մեջ չընկնի, պիտի անցում կատարվի դեպի ռազմական ղեկավարություն երկրում։ Հիմա ով կլինի դժվար է ասել, բայց որ դա լինելու են ուժայիններ ակնհայտ է։ Այսինքն հեղափոխությունը որպես կազմակերպված ընդդիմություն այդպիսի երևույթ չկա Իրանում։ Շահը, որը կարող էր լինել, կամ շահի թեկնածուները հիմա հայտնվել են նաև քաջարական ուրեմն դինաստիայի ներկայացուցիչներ, բայց դրանք ազդեցությունը բավարար չի, որպեսզի երկրում իշխանությունը անցնի նման ուրեմն ուժերի։ Ուրեմն մնում է ռազմական թևի հնարավոր փոփոխությունը։ Այսինքն դուք հավանական եք համարում, որ ներքին իրենց վերնախավում կարող է արկա է այդպիսի ընկալում, պետականամետ ընկալում, որ հանուն պետության, հանուն ժողովրդի եւ Սա իմ կարծիքը չի։ Ես կիսում եմ այն քաղաքական վերլուծաբանների կարծիքը, որոնք գտնում են, որ փոփոխությունները Իրանում, որպեսզի երկիրը տարածքային ամբողջականությունը պահպանի, պիտի լինի հենց այս ճանապարհով, ուրիշ ճանապարհ չունի Իրանը։ Իսկ այն, որ Իրանը պետք է դուրս գա սանկցիաներից եւ բացվի իր ռեսուրսներով Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների համար, այդ դրա մասին արդեն անգամ ներկայիս իշխանություններն են Իրանի բարձրաձայն արտահայտվում։ Պարոն Չուքազյան, քիչ առաջ մինչ մեր հաղորդման սկիզբը մենք զրուցում ենք էլի այս թեմաներով, տարբեր կարծիքներ կային, շեշտվեց այն հանգամանքը, որ Հայաստանում տարածաշրջանի ամենամեծ Միացյալ Նահանգների դեսպանատունն է եւ նաեւ մեծամասնությունը հակված էր այն ընկալման, որ տարածաշրջանում հենց Հայաստանում այդպիսի մեծ Միացյալ Նահանգների դեսպանատան առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ լինելով կենտրոնում Հայաստանը, Վրաստանի եւ Իրանի միջև ինքը կարծես բալանսավորող նշանակություն ունի եւ հնարավոր է թեկուզ ամենափոքր պետությունը լինելով ինքը կարծես կառավարող այդ բալանսը պահելու նշանակությամբ պայմանավորված այդ հանգամանքը, ինչ կարծիքի եք։ Ես համաձայն եմ, որ դա պատահական չի, որ Հայաստանում նման մեծության դեսպանատուն կա եւ այդ դեսպանատունը ակնհայտորեն սպասարկում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև դա անզեն աչքով էլ երևում է Իրանի քաղաքացիների քանակը, որոնք անցնում են Հայաստանի դեսպանատուն, բավականին մեծ է։ Եվ ես այստեղ կուզեի ավելացնել այն հանգամանքը, որ այն հակասությունները, որոնք կան Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև եւ Իսրայելի եւ Թուրքիայի միջև, նույնպես հանգեցնում են Հայաստանի կարևորությանը տարածաշրջանում հենց իրանյան գործոնի ապահովման համար, որպեսզի իրանյան գործոնը ինչ որ ձևով աշխատի։ Եվ հիմա առավել արագացված մենք դա տեսնելու ենք 26 թվականին եւ դա անգամ Տրամպի այդ միգրանտский ծրագիրը, որի մասին հիմա այդքան բարձրաձայնվում է, ես դիտարկում եմ ավելի շատ որպես մի ծրագիր, որը այսպես նախաքայլ է դեպի Նախիջևանի բացումը ոչ թե դեպի Թուրքիա, այլ դեպի Հայաստանով սերծով։ Սա շատ կարևոր փոփոխություն կարող է բերել նորից իրանյան փոփոխություններից հետո։ Երբ որ Իրանում այդ փոփոխությունները լինեն, միանգամից այդ հարցը դրվելու է, որ Նախիջևանի ճանապարհը պետք է բացվի եւ դեպի հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այո։ Պարոն Չուքազյան, դուք դրական հանգամանքներ նշեցիք, թե ինչ դրական հեռանկարներ կարող են բացվել այդ փոփոխություններով պայմանավորված, բայց մենք նաև գիտակցում ենք, թե այս
խլրտոցները, այս խմորումները Իրանում ինչպեսի վտանգներ կարան նաև պարունակել Հայաստանի համար, մեր ինչ տարբեր սցենարներ կարող են լինել, որոնց տարբերությունների պարագայում մենք արձագանքենք համապատասխան ձևով։ Մենք պետք է կարողանանք մեզ դիտել որպես Մերձավոր Արևելքի ժողովուրդ, որտեղ պատմականորեն հայությունը մշտապես ապրել է այս տարածաշրջանում եւ կարեւոր դեր է կատարել, եւ երբ որ իր առաքելությունը հասկացել է, ապա իր դերը գնալով ավելի կարեւորվել է բոլորի կողմից եւ վերելք ենք ունեցել։ Այն դեպքում, երբ որ մենք չենք հասկացել այդ առաքելությունը, դա հանգեցրել է ոտի տակ ընկնելու ուրեմն տարբեր դրվագների։ Հիմա նույնը այսօր է։ Այսօր մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում նոր ճարտարապետություն է ձևավորվում։ Այդ ճարտարապետության մեջ հիմնական հակասությունը, որը կա, այսինքն համաշխարհային դա Չինաստան, Միացյալ Նահանգներ մրցակցությունն է, ուրեմն այն ամեն ինչը ինչ որ այդ մրցակցությունից բխում է, տրամաբանությունից բխում է, մենք պետք է շատ լավ հասկանանք եւ ըստ դրա կողմնորոշվենք, թե մենք որպես քաղաքակրթություն որտեղ ենք գտնվում։ Մյուս կողմից, որպես քրիստոնեական ժողովուրդ, մենք եղել ենք արևելյան քրիստոնյա ժողովուրդ եւ դա մեզ հատուկ հնարավորություն է ստեղծել միջնորդ լինելու մահմեդական մեծամասնության տարածաշրջանի եւ արևմուտքի միջև եւ մշտապես դա եղել է եւ մեզ հաջողվել է դա շատ դրական ձևով, մասնարարպես հիմա ես կարծում եմ արևմուտքի եւ ինչու՞ չէ, նաեւ Իսրայել-Իրան հարաբերությունների բարելավման ընթացքում Հայաստանը որոշակիորեն մեծ դեր կարող է կատարել այդ միջնորդական իր գործունեության մեջ։ Եվ Մերձավոր Արևելքում ավելի էլի նորից եմ ասում, Աբրահամյան այդ համաձայնագրի ձևավորման շրջանակներում մենք միակ քրիստոնյա պետությունն ենք, որը անհամամասնորեն լծակներ ունի Երուսաղեմի գալիք կարգավիճակը որոշելուց, որը հիմնական այսպես դժվար խոչընդոտներից է լինելու Աբրահամյան համաձայնագրի շարունակման համար եւ այդտեղ հայկական թաղամասին արկայություն հայկական եկեղեցու ունեցած խնամատար իրավունքները Քրիստոսի հետ կապված սրբազան վայրերի նկատմամբ։ Այս ամենը հնարավորություններ են հայ ժողովրդի համար, որոնցից պետք է հայ ժողովուրդը օգտվի խելամիտ ձևով դիվանագիտորեն եւ ոչ թե ասենք Նաթանյահուի անգամ հայտարարությունները ես հիշեցնեմ, որ ինքը ասաց, որ Իսրայելը ճանաչում է հայկական ցեղասպանությունը եւ դրան արձագանքվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որ թող երրորդ ուժեր դրա մասին չխոսեն, չխառնվեն եւ այլն։ Ես կարծում եմ մենք մեր այսպես խաչ պատերազմից չպետք է հրաժարվենք եւ այդ մթագնած վիճակը, որ խաչ պատերազմի կա, չպետք է այսպես ասած, այդ սևացումը, որը էպոսի մեջ գիտեք, հայտնի դրվագը կա, չէ՞, որ Սասուսի Դավիթը հասկանում է, որ ինչ որ բան սխալ է արել եւ այդ խաչ պատերազմին սևացել է իր բասկի վրա։ Դա ոչ թե պատերազմի մասին է, այլ պայքարի մասին է, արժեքներին հավատարիմ լինելու մասին է։ Մենք չենք կարող արժեքների մասին բացարձակապես մոռանալով ճիշտ կողմնացույց ստանալ այս փոթորիկի մեջ, որը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Իսկ երբ որ մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը, մեր արժեքներին, մենք կարողանում ենք շատ ավելի դժվար վիճակներից դուրս գալ։ Հիմա էլ ենք դուրս գալու, հիմա փոսի մեջ ենք, ինչպես Դավիթը էպոսի մեջ հայտնվելուց, Ձենով Վոհանը, երբ որ կանչում է Դավիթին, ասում է հիշիր Մարութասուրբ Աստվածածին, հիշիր խաչ պատերազմին ու քեզ թափ տուր։ Հիմա մենք այդ վիճակում ենք։ Եվ այնպես է, որ մենք հիմա 4 կողմից շրջափակված ենք բռնապետական պետություններով։
թե Իրանը, թե Թուրքիան, թե նույնիսկ Վրաստանը, որ դիտվում է որպես քիչ թե շատ ճանապարհ դեպի քաղաքակիրթ ժողովրդավար Եվրոպա, այնուամենայնիվ Պուտինյան Ռուսաստանի կողմից նշանակված օլիգարխի տիրապետության տակ է եւ այս մասով թերևս մենք ամենա լարված իրավիճակում ենք բոլոր այդ պետությունների համեմատ, եթե նրանցից ոմանք որոշները ճանապարհ ունեն դեպի այս կամ այն ուղղությամբ, մենք լրիվ շրջափակված վիճակում ենք եւ ձեր ասած այդ որ պետքա թափ տանք, այդ խաչ պատերազմին հիշենք եւ թափ տանք, դա միակ ելքն է այս վիճակից դուրս բերելու մեր ժողովրդին։ Ես ճիշտն ասած մի քիչ ուրիշ ձևով կնկարագրեի իրավիճակը, որովհետև մենք հայությունը աշխարհի մարդկության մի մասն է եւ ամբողջ մարդկությունը հիմա քաղաքակրթական անցման մեջ է գտնվում եւ անորոշությունները ոչ միայն մեր մոտ են, հայերի, հայ ժողովրդի համար են անորոշ, այլև չկա երևի աշխարհում որից է մի ժողովուրդ, որը հիմա լուրջ անորոշությունների առաջ կանգնած չլինի։ Այդ քաղաքակրթական փոփոխությունները, որոնց մի կողմից տնտեսա-տեխնոլոգիական ուրեմն շերտ ունեն, ասենք կապված 4-րդ արդյունաբերական հեղափոխության, արհեստական բանականության արագ զարգացման հետ, մյուս կողմից աշխարհաքաղաքական նոր մրցակցության, նոր ճարտարապետության հետ, բոլոր ժողովուրդների ինքնությունների վրա շատ մեծ լուրջ ճնշումներ են ստեղծում, նաև քաղաքական համակարգերի, որոնք որ գործել են, ասենք նախորդ դարաշրջանում, մեծ ճնշումներ են եւ ամենուրեք մենք տեսնում ենք արճակատում բոլոր երկրներում սուր բևեռացում է գնում քաղաքական ուժերի միջև։ Այնպես որ ես չեմ կարծում, որ մեր վիճակը ավելի ծանր է քան Ադրբեջանի կամ Վրաստանի, առավել ևս Իրանի կամ Թուրքիայի եւ Ռուսաստանի առումով։ Ամենտեղ ներքին այնպիսի հարցեր կան, որ դժվար է ասել, թե որ երկիրը ինչպես կգոյատևի այս փոթորիկից, ինչպես դուրս կգա, որովհետեւ այստեղ միայն քաղաքական, բռնակալական, ավտորիտար ռեժիմների խնդիր չի, այլ ավելի լուրջ բախումներ են գնում, նորից եմ ասում, քաղաքակրթական պատկերացումների եւ նույն Ադրբեջանի վիճակը այսօր հիմա եթե նայեք, երկիրը փաստորեն կանգնած է իսրայելա-թուրքական հակասությունները տեղափոխվում են Ադրբեջան։ Ինչպես պահի Ադրբեջանը Իրան այն դեպքում, երբ որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գնալով սրվելու են, երբ որ այդ երկիրը իր վերնախավը կիսված պիտի լինի, կամ Վրաստանին միարժեքորեն ասել, որ ռուսական դրածո է Իվանիշվիլին, ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև Իվանիշվիլու գումարները հիմա Շվեյցարիայում են մեծ մասամբ եւ մեծ լծակներ ունի Արևմուտքը Վրաստանի վրա։ Եթե չի օգտագործել լծակները, դա չի նշանակում, որ նրանք չկան, եւ ես կարծում եմ Վրաստանում փոփոխությունների խնդիրը նաև կապված է Իրանի փոփոխությունների հետ, որտեղ ճանապարհները այդպես են, առանցքների վրա տեսնել, թե Հայաստանը, թե Վրաստան։ Հիմա Հայաստանի հետ կապված ակնհայտ է, որ Հայաստանում կա թշնամու հետ համագործակցող իշխանություն, որը այս տրամաբանությունը տարածաշրջանի ուժերի, ասենք ամերիկա-իսրայելական եւ թուրքական հակասությունների փորձում է լուծել ուղղակի առանց որևիցե արժեքային հիմքի, այսինքն ինքնության լրիվ փորձում են վերանայել հայկական ինքնությունը, հրաժարվել հայկական սիմվոլներից, եկեղեցու պառակտում է գնում եւ այս բոլորը թշնամու ջրաղացին ջուր է լցնում եւ ակնհայտորեն չի համընկնում են հնարավորությունների հետ, որը տարածաշրջանում բացվել է իրանյան գործոնի փոփոխության, իսրայելա-թուրքական հակասությունների պատճառով եւ այլն։ Ուրեմն Հայաստանում արդեն իսկ կա, այսպես ասած, միջազգային իմաստով, միջազգային նոր կարգավիճակը Հայաստանի պահանջելու է, որպեսզի Հայաստանում նոր ուժեր առաջանան, որոնք կարողանան այս հնարավորությունները օգտագործել։ Ներկա իշխանությունը
ինքը ընդամենը ֆլուգերի նման, որտեղ ավելի քամին փչում է, այդ ուղղությամբ էլ պտտվում է։ Ինքը ինքնուրույն որևիցե բան չի առաջարկում մեր ժողովրդին, որպեսզի իր արժեքային կամային կառույցը ուժեղանա մեր ժողովրդի, իսկ որպեսզի կամային կառույցը ուժեղանա, դրա համար արժեքներ են արկա, որովհետև մարդը մոբիլիզացնում է եւ ազգը մոբիլիզացվում է այն դեպքում, երբ որ ինքը որոշակի արժեքների վրա է, երբ որ այդ արժեքներից հրաժարվում է, այդ դեպքում որևիցե մոբիլիզացման մասին խոսք գնալ չի կարող։ Ու խոսքը այստեղ միայն պատերազմի մասին չի, նաև տնտեսական մրցակցության մասին է, նաև քո առաքելությունը հասկանալու, միջնորդական առաքելությունը հասկանալու մասին, այսինքն համարձակության համար պետք են արժեքներ։ Պարոն Չուկազյան, ես դառնալով այդ նախորդ խոսքերից հենց դրա համար էի ասում, կարծես թե, բայց Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի եւ նույնիսկ Վրաստանի իր համար որոշակի պլան B ունի, B պլան C ունի, ասենք նույն Թուրքիային իր թիկունքում ունենալով, նույն Ռուսաստանի հետ, որի ուղղությամբ ինքը այսօր քարեր է շպրտում, այնուամենայնիվ Ռուսաստանը մնում է Ադրբեջանի հետ համագործակցող դաշտում, որովհետև ոչ թե Ադրբեջանը Իրանից այդ կշիռն ունի, այլ հասկանում է Ռուսաստանը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասին են հանդես գալիս, եւ բացի դրանից բոլորովին վերջերս կարծեմ անցած տարվա ընթացքում էր Ադրբեջանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր ստորագրեցին։ Կարծես թե ինքը իր թիկունքը ամրացնում է Ադրբեջանը, ինչ կասեք այս մասով։ Ադրբեջանը կարող է եւ փորձում է իր թիկունքը ամրապնդել եւ քայլեր է կատարում եւ ես չեմ թերագնահատում իրենց դիվանագիտական աշխատանքը, բայց եթե մենք փորձենք օբյեկտիվ աչքով նայել, ապա Ադրբեջանի դերը որպես ռեսուրսային կենտրոն, որպես լոգիստիկ, այսինքն Չինաստանից Եվրոպա գնացող ճանապարհը Կասպից ծովով անցնող որպես տրանզիտային երկիր, իր այդ արժեքները կտրուկ նվազում են, երբ որ Իրանի գործոնը փոխվում է, երբ որ Իրանը բացվում է, Իրանի ռեսուրսները անհամեմատելի են աշխարհի երկրների համար համեմատ Ադրբեջանի։ Մյուս կողմից ճանապարհները տրանզիտային, ասենք կենտրոնական Ասիա տանող Կասպից ծովի վրայով անցնելը շատ բարդ ծով է եւ աշխարհագրական իմաստով իր քամիների եւ այլերի պատճառով, բայց բացի դրանից այդտեղ մի քանի երկիր կա, որոնք պիտի համաձայնություն տան, որպեսզի դրա վրա տեղի ունենան ինչ որ ենթակառուցվածքների ստեղծում, որը իրավական բարդ խնդիր է։ Դրան գումարեք ուրեմն ռազմական հակասությունները, որ Կասպից ծովի մեջ կան, եւ դրա փոխարեն իրանյան ճանապարհը, որը ընդամենը Իրանի աշխարհաքաղաքական բացումից հետո ուղղակիորեն Միջինասիան կապվում է եւ դրանից հետո այլևս Ադրբեջանը ինչքան էլ լավ դիվանագիտություն անի, իր նշանակությունը կտրուկ նվազում է։ Իսկ մենք հենց դրա ականատեսն ենք, այս ինչ որ տեղի անում Իրանում եւ տարածաշրջանում, հենց դրա նախաշեմին ենք։ Հիմա դա կարող է տևի ամիսներ, կարող է տևի տարի, չգիտեմ ինչքան, բայց շատ չի կարող տևել, որովհետեւ Իրանում տնտեսական վիճակը շատ ծանր է, էկոլոգիական վիճակը շատ ծանր է, բայց երկիրը հարուստ երկիր է, ռեսուրսներով այսօրվա տնտեսությունը այդ քաղաքակրթական ես վերջացնեմ, ներողություն, քաղաքակրթական փոփոխությունները պահանջում են նոր էներգիայի, էներգետիկայի նոր պաշարների օգտագործում, սա արհեստական բանականությունը կտրուկ մեծացրել է էներգիայի համաշխարհային պահանջը, Իրանը իր գազային պահանջները, ուրեմն գազային եւ նավթային պաշարներով աշխարհի 10-15%-ից ավել է եւ դա այնքան մեծ թիվ է, որ աշխարհը պիտի բացի այդ ռեսուրսները։ Դա չես կարող համեմատել Ադրբեջանի ունեցած ռեսուրսների հետ։
եւ մյուս կողմից լոգիստիկի իմաստով դեպի կենտրոնական Ասիա տանող ճանապարհները շատ ավելի արագ բացվում են եւ էֆեկտիվ ձևով, արդյունավետ ձևով դեպի Իրան։ Ուրեմն այս բոլորը հանգեցնելու է Իրանի փոփոխության եւ Ադրբեջանի կշռի կտրուկ նվազման անկախ իրենց դիվանագիտական աշխատանքից։ Եվ ուզում եի հավելեի, որ Իրանի ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ իր երկիրը հարուստ երկիր է եւ բոլորովին տրամաբանությունից դուրս է այսպիսի իրավիճակը, այսպիսի չքավոր վիճակը եւ այս բոլոր խնդիրները, որին տակ ինքը իր մեջքը ճկվել է։ Բնականաբար այս ճգնաժամը պատահական չի, որ քննարկում ենք, տարածաշրջանի վրա մեծ նշանակություն է ունենալու։ Պարոն Չուկասյան, ուզում եմ ընթերցել մեր Սասնատուր Խաչիկ Պողոսյանի հարցադրումը։ Իդեպ մեր հայրենակիցներին, ովքեր որ հետևում են մեր եթերին, նույնպես կարող ենք դիմել, որպեսզի հարցադրումներ անեն մեկնաբանությունների հատվածում կարող եք ձեր հարցերը տալ, ընթացքում կփորձենք մենք ընթերցել նաև այդ հարցերին անդրադառնալ։ Եվ այսպես, Խաչիկը հարցնում է. ինչ տեղի կունենա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, երբ Իրանը արևմուտքին միանա։ Ռուսաստանի համար Ադրբեջանը լոգիստիկ շատ կարևորություն ուներ հյուսիս-հարավ գծով Իրանով դուրս գալու դեպի Պարսից ծոց եւ հիմա ակնհայտորեն Իրանի դեպի արևմուտք թեքվելու պարագայում այդ ծրագիրը փաստորեն լրջորեն ուրեմն վտանգվում է։ Վատագույն սցենարի դեպքում, եթե Իրանում, ասենք, աստվածչյանի քաոս ստեղծվի, նորից փակվում է ճանապարհը հյուսիս-հարավ Ռուսաստանի համար, Ադրբեջանի կարևորությունը կտրուկ նվազում է Ռուսաստանի համար։ Ուրեմն իսկ այն հակասությունները, որոնք կան Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա գծի վրա, կտրուկ մեծանում են։ Ուրեմն այդտեղ սպասելի են միայն հակամարտության աճ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ։ Եվ երկրորդ հարցը Խաչիկը որ ուղղել էր, պարոն Չուկասյան, արհեստական բանականության տեխնոլոգիայի արտադրության ամերիկյան գործարանի կառուցումը ինչ ընթացքի մեջ է եւ անվտանգային ինչ հավելյալ ծրագիր է այն պարունակում։ Ըստ հայտարարությունների, ուրեմն այս տարի պետք է գործարանը արդեն գործարկվի եւ դա նշանակում է, որ քանի որ ինքը ամերիկյան գործարան է, ամերիկյան դրոշակի տակ է լինելու, իսկ դա տարածաշրջանային գործարան է, դա ոչ թե միայն Հայաստանին է ծառայելու, այլ ամբողջ տարածաշրջանում մի քանի հատ նման գործարաններ են նախատեսվում Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում եւ Իսրայելում։ Սա նշանակում է, որ ամերիկյան շահերի առկայությունը լրացուցիչ անվտանգային երաշխիքներ է ստեղծում նաեւ Հայաստանի համար։ Պարոն Չուկասյան, մի հարց եմ ուզում ուղղել իմ կողմից։ Այս երեկվա ընթացքում մի հայտարարություն կարդացի, որ ճիշտ է, պաշտոնական էջից չէր, բայց կարծես թե դա հավաստի լուր էր, որ Փաշինյանը ասել է Սինգապուր դառնալու համար մեզ պետքա Երևանը, Արմավիրի մարզը, Արարատը, Արագածոտնի մարզը, այսինքն շակում։ Այս համատեքստում ինչ վերլուծություններ կարող ենք անել հիմա։ Ինչ հակասություններ կա մեր ազգային շահերի մեջ, այն քայլերի մեջ, որը այսօր առաջամղում գործող ռեժիմը։ Ուրեմն Հայաստանի ներկայիս, այսպես ասած, ադմինիստրացիան, որտեղ իշխանություն կոչել իրեն չի կարելի, այդ ադմինիստրացիան հստակ
հայտարարել է իր համար, որ իր նպատակները հենց թշնամու հետ համագործակցությունն է, որ այստեղ մենք իսկապես ունենք նման կառավարություն կոլաբորացիոն, կասկած չկա դրանում, եւ իրենք Հայաստանի շահերով չեն առաջնորդվում, այլ այն նորակարգերով, որ իրենց թելադրվում է ճնշման տակ թշնամու կողմից։ Եվ այստեղ սպասելիքներ ունենալ ներկա իշխանություններից չի իրատեսական չի որևիցե առումով։ Ուրեմն Հայաստանում փոփոխությունները կարող են տեղի ունենալ այս գլոբալ փոփոխությունների համատեքստում, երբ որ պահանջարկը նաև միջազգային Հայաստանում ունենալ մի ուժի, որը որ ոչ թե ծառայում է թուրքական, ասենք, ծրագրին, այլ ծրագրին դեպի Հնդկաստանից դեպի Եվրոպա ճանապարհը բացելու, դրանք բերելու են փոփոխությունների։ Հիմա այդ փոփոխությունները ներքին հասունացման իմաստով ուշանում են Հայաստան։ Պետք է մենք ընդունենք, որ մենք քաղաքական իմաստով մեր դաշտը շատ այսպես տհաս վիճակում է գտնվում։ Ընդհանուր եմ ասում, սա միայն այսօրվա քաղաքական ռեժիմին չի վերաբերվում, որը իշխում է, այլ առհասարակ տարիների ընթացքում անապատացվել է քաղաքական դաշտը, այս 30 տարիների, մինչև էդ էլ չկար, որպես խորհրդային տարիներին սպասելի չէր նման բան։ Հիմա մենք այդ իմաստով այն դրական հնարավորությունները, որոնք բացվում են օբյեկտիվորեն Հայաստանի համար գալիք տարիներին, մենք դրան պետք է փորձենք պատրաստվել։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանում ամենաունակ շերտը, կենսունակ շերտը, դա բարձր տեխնոլոգիական մեր տնտեսության շերտն է, եւ այն երիտասարդությունը, որ այդտեղ ներգրաված է։ Ցավոք սրտի իրենք քաղաքական իմաստով շատ ակտիվ չեն, բայց դեպքերի զարգացումը ստիպելու է, որ այդ խավից նույնպես նոր քաղաքական, այսպես ասած, զարգացում տեղի ունենա, որովհետև նրանք առավել աչքաբացն են, առավել հասկանում են քաղաքակրթական փոփոխությունները եւ նաեւ արհեստական բանականությունը այդ զարգացումը եւ տարածումը որոշակիորեն ստիպում է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիան, տեղեկատվական տեխնոլոգիաներում ներգրաված ժողովուրդը ինքը ճնշման տակ է հայտնվում եւ դա այդ ճնշումը ստիպում է, որ իրենք վերագնահատեն իրենց նաեւ քաղաքական մասնակցության հարցը։ Ես կարծում եմ, որ այս խավը շատ կարեւոր դեր է կատարելու, բայց բացի դրանից Սփյուռքի հետ մեր հարաբերությունները կտրուկ փոփոխություններ պիտի կրեն, որովհետեւ Հայաստանում եթե ինչ-որ մի կենսունակ տնտեսություն մնացել է, դա Սփյուռքի հետ համագործակցության շնորհիվ է մնացել, հենց բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի մեծապես կախված է Սփյուռքի հետ համագործակցությունից։ Ուրեմն մենք պետք է ել ավելի խորացնենք Սփյուռքի ներկայությունը նաև քաղաքական իմաստով Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան որպես իրենց երկիր ընկալել Հայաստանը։ Սա նույնպես այն ռեսուրսն է, որի վրա մենք կարող ենք ակնկալել ներքին հասունացում քաղաքական։ Ես վստահ եմ, որ այս մարտահրավերները, որ կան մեր ժողովրդի առաջ, մենք կարողանանք դուրս գալ, եթե պահպանենք, նորից եմ ասում, հավատարմությունը խաչ պատերազմին եւ Մարութա Սուրբ Աստվածածնին, որովհետեւ դրանք այն արժեքներն են, որոնք միավորում են ժողովուրդը։ Դրա շուրջ կարող է տեղի ունենալ լայն համախմբում տարբեր քաղաքական ուժերի, հատկապես այս հակասությունը, որը հակամարտությունը կարող եմ ասել, որը հրահրվում է ներկայիս ադմինիստրացիայի կողմից թշնամու թելադրանքով, որպեսզի ճեղքեն, պառակտեն ամենահին ավանդական կառույցը, որը եկեղեցին է, դրա շուրջ կարող է տեղի ունենալ շատ լայն համախմբում թե Սփյուռքի ուժերի, թե ներքին տարբեր ուժերի, որը հնարավորություն կտա այդ նորի ի հայտ գալ։
Եվ քանի որ արդեն մոտենում է ամփոփման ժամը, պարոն Չուկասյան, հաղորդման ավարտից առաջ կուզենայի մի հարց, վերջին հարցը տալ ձեզ։ Մենք գիտենք, որ դեկտեմբեր ամսին Եվրոպա գործուղում ունեիք, եթե հանրայնացման ենթակա նորություններ ունեք, խնդրեի երկու բառով այդ մասին ասել, ինչ հանդիպումներ եք ունեցել, ինչ լավ նախ ասեմ, որ դա ավելի շատ ընտանեկան հանգամանքների հետ էր կապված, դա կապված էր մեր ներքին ընտանիքի խնդիրների հետ, բայց իհարկե այդ նաև հնարավորություն է, որպեսզի մենք Եվրոպայի հետ մեր կապերը ավելի հստակեցնենք, ավելի ամրապնդենք, որտեղ նորից եմ ասում, մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք եւ քաղաքակրթական փոփոխությունները, որոնք եւ տնտեսատեխնոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ներկայումս Հայաստանի համար երկարևոր նշանակություն են ունենալու։ Մենք տարածաշրջանի այն երկիրն ենք, որը բարձր տեխնոլոգիական ներդրումների 70%-ը Հայաստանն է ստանում։ Ես նկատի ունեմ ոչ թե հարավային Կովկասը, այլ կենտրոնական Ասիա, հարավային Կովկաս շրջանը ամբողջությամբ վերցրած Հայաստանը ներդրումների 70%-ն է ստանում եւ սա խոսում է մեր ժողովրդի ներուժի մասին։ Հիմա այն ինչ որ մենք Եվրոպայում տեսնում ենք նոր ալիք, նոր փոփոխությունների ալիք, այդ ալիքին մենք համահունչ պետք է կարողանանք ռեզոնանսի մեջ մտնել եվրոպական ուղղության հետ։